Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ եւ ծառայողական անձնագրեր կրողների համար։ Այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ 2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական եւ հատուկ անձնագիր կրող անձինք կարող են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար։ Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան եւս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը, նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը, ասված է արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանը հետևում է Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար հայ-ամերիկյան նախաձեռնության շուրջ զարգացումներին, սակայն առայժմ այն գնահատում է որպես դեռ չձևավորված նախագիծ։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով Մոսկվան իր դիրքորոշումը կհայտնի նախաձեռնության գործնական ձևավորման փուլում։ Նա ընդգծել է, որ նախագիծը կարող է անդրադառնալ Հայաստանում ԵԱՏՄ անդամակցությանը եւ տրանսպորտային կանոնակարգերին, եւ Ռուսաստանը պատրաստ է այդ հարցով խորհրդակցել Հայաստանի հետ, հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր գրգիռ կողմերի շահերը։ Հայաստանը պետական Ռոսատոմ կորպորացիայից ստացել է մանրամասն եւ շատ բարենպաստ առաջարկների փաթեթ։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը։ Վերջինն անդրադարձել է Հայաստանում ատոմային էներգետիկայի ապագա խնդիրներին եւ նշել, որ Մեծամորի ատոմակայանում նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերի մասով գնդակը Երևանի դաշտում է։ Հայաստանի ձեռնատու կլինեն ինքը վերջին ռուսական VVR-ի միջին մեծության 1200 մեգավատանոց դա փոքր կայան չէ, որտեղ մոդուլայինները սկսում են 50 մեգավատից։ Դա հնարավորություն կտա նաև հետագայում էլեկտրոէներգիան արտանել։ Այս ավելի ձեռնատու կլինեն դեպի Իրանը միշտ սեզոնային էլեկտրոէներգիայի կարիք է ունենում։ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել օտարերկրյա պետությունների ղեկավարներին, ներառյալ Վահագն Խաչատուրյանին եւ Նիկոլ Փաշինյանին։ Պուտինը շնորհավորել է նաև Դոնալդ Թրամփին, Էրդողանին, Հռոմի Պապին եւ այլ երկրների առաջնորդների։ Հատկանշական է, որ նա շնորհավորել է պետությունների եւ կառավարությունների նախկին ղեկավարների, մասնավորապես Ռաուլ Կաստրոին, Ռոբերտ Քոչարյանին, Նուրսուլթան Նազարբաևին, Սերժ Սարգսյանին եւ Գերհարդ Շրյոդերին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասելյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու նպատակով այցելել է Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտի, այս մասին հայտնել են նախարարությունից։ Խաչիկ Գալստյանը եւ եւս 9 անձ ձերբակալվել են վաղարշապատում ավականու ընտրություններին հայրենիք կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշարք տալու եւ նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշարք ստանալու դեպքերի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ ձերբակալվածների թվում է նաեւ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը։ Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ տնային կալանքը, Խաչիկ Գալստյանի եւ եւս մեկ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն են ներկայացվել դատարան։ 2025 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 16 միլիարդ 54 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ պակաս է 9.8 միլիարդ դոլարով կամ 37.14%-ով։ Այս մասին փաստում են վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Երկրորդ տեղում Չինաստանն է, եռյակը եզրափակում է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հունվարի 1-ից արքավճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք 2% հետվճար, եթե ունեք ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք։ Ձեր անվամբ բանկում բացվել է հաշիվ եւ հաշվին կցված է արքավճարային քարտ։ Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցողների սակագները։ Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական եւ բացասական գործոնների վերլուծության արդյունքում Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşնետերական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել եւ գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։
Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի, այս մասին հայտնել են Երևանի մետրոպոլիտենից։ Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել մետրոպոլիտենի կայարանների, վճարահաշվարկային տերմինալներից, Telcel սպասարկման կետերից։ Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է գցել նախընտրած տոմսային փաթեթը Տրանսպորտ Երևան AM կայքում, Telcel տերմինալներով կամ Telcel սպասարկման կետերում։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից հայտնում են, որ ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն եւ կաշխատեն 2026 թվականի հունվարի 1-ին, 2-ին ժամը 12-ից 16-ը։ Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը, ինչպես նաեւ Մարտիրոս Սարյանի տուն թանգարանը։ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակների եւ թունավորումների ռիսկը բարձրանում է։ Խորհուրդ է տրվում մթերքները գնել միայն խանութներից, պահպանել պահման եւ պատրաստման կանոնները, օգտագործել փոքր քանակով եւ հիգիենիկ պատրաստված սնունդ, խուսափել անհայտ ծագման կամ չստուգված մթերքներից, հիվանդության ախտանիշների դեպքում անմիջապես դիմել բժշկի։ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ, ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով կազմված, վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից եւ ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30,000 լարի։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10 եւ 17-ից 20 նկատ ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։ Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Բերդ Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի Խաչմերուկից մինչև Զանգեր կոչվող հատվածը Նորաբան, Լծեն, Տաթև, Շինուհայր, Տաթև, Կապան, Քաջարան, Մեղրի եւ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց Լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների միջոցների համար, դժվար անցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ելփին Վայք ավտոճանապարհը դժվար անցանելի է կցորդով բեռնատարների համար։ Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ արկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 26-ին Ծովագյուղ Շորժա Վարդենիս ճանապարհահատվածի 34-րդ կիլոմետրի հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են Opel Magnishi մեքենա։ Մեքենայի սրահում եւ բեռնախցիկում հայտնաբերվել է ընդհանուր 196 կիլոգրամ սիկ տեսակի 422 ձուկ եւ 16 փաթեթով այլ ձկներ։ 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Վարդենիս համայնքում անծանոթ քաղաքացուց։ Նա ձերբակալվել է եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել համայնքային ոստիկանություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Տիկին Ավանեսյան, կառավարության ես հիվանդ ես ոնց եք աշխատում, սեն չի լինի։ Միայն կառավարության կեսը չէ, որ գրիպի սեզոնին հիվանդ էր, այլ վիճակը սրվեց ու գրեթե ամբողջ հանրությունը։ Ամբողջ տարի գրիպն այդպես էլ չնահանջեց մարդաշատ պոլիկլինիկաներ, հիվանդանոցային լեփլեցուն սենյակներ, շտապօգնության մեքենաները չէին հասցնում սպասարկել։ Գերատեսչությունն էլ պաշտոնապես հայտարարեց հիվանդացությունը նախորդ տարվա համեմատ բարձր է, ընդհանուր դեպքերի 80%-ը մինչև 18 տարեկաններն էին։ Վիրուսների մի ամբողջ այսպես խումբ կա, որոնք օդակապիտլային եղանակով տարածվում են։ Երեխաները, եթե հաճախում են մանկապարտեզ, հիմնականում փակ տարածքներում են կենտրոնանում եւ բնականաբար եթե նաեւ փակ տարածքը ջերուցվում է, ջերուցման հետ մեկտեղ օդը ել ավելի է չորանում։ Գրիպի AH3N2 տիպի վիրուսներ տարածված, բայց այլ վարակներ էլ կան ասպարեզում ու տարեվերջին դեռ մեզ չեն լքել։ Մասնագետները աղաղակում են, խնդիրը նաև պոլիկլինիկաների ու հիվանդանոցների հետ է կապված։ Վերանորոգված պոլիկլինիկաների դռներից ներս իրական պատկերը մեղմ ասած այնքան էլ բարվոք չէ։ Դրանք չեն ապահովում հիվանդների անվտանգ սպասարկումը։ Միջանցքները լցված են ջերմող ու հիվանդ երեխաներով։ Եվ եթե օրինակ ձեռքի վնասվածք ունես ու պետք է հետազոտվելու համար սպասես նույն
միջանցքում վիրուսով հիվանդ մարդու հետ ու վարակվելն այստեղ պարզապես անխուսափելի է դառնում։ Հիմնականում հենց դա էլ դարձավ վարակի տարածման հիմնապատճառը, ասում է առողջապահության կազմակերպիչը։ Կարանտին չեն հայտարարում, եթե այնպես չեն անում, որ ենթադրենք ապահովեն թերապևտների կամ բուժքույրերի տնային կանչեր, որ այդ մարդիկ տնից դուրս չգան, ինքնամեկուսանան, այլ դիմում են պոլիկլինիկա, այո, պետք է առանձնացվի։ Պոլիկլինիկայում այսպես կոչված կարանտինային կաբինետ լինի, որտեղ հենց, ասենք, վարակակիրները դիմեն կոնկրետ պատուհանին։ Հաստատություններում հերթերի կառավարման համար գործում է Արմեդ հավելվածը, բոլոր այն քաղաքացիները, ովքեր չունեն այդ հավելվածը չունեն սմարթֆոն, կարող են զանգի միջոցով պոլիկլինիկայում ատենավարման բաժնում ժամ գրանցել եւ մոտենալ։ Հերթերի կառավարման գործառույթը դրված է բուժկենտրոնի տնօրենի ուղիղ պարտականությունների վրա։ Հաջորդ թոփ թեման արդեն մի քանի տարի չարչրկված պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումն է։ Այս համակարգի կիրարկումը պատմական իրադարձություն համարող նախարարը պաշտոնապես հայտարարեց։ Պարտադիր ապահովագրությունը հունվարից կգործի։ 200,000 դրամ աշխատավարձ ստացողները 2026-ից 10,800 դրամ քիչ աշխատավարձ կստանան։ Այն կուղղվի պարտադիր ապահովագրությանը։ Պետությունը նույն գումարն է սահմանել եւ 200,000 դրամ աշխատավարձ ստացողի եւ 1 միլիոն դրամ ստացողի համար։ Ծառայությունների փաթեթից խոսել չենք կարողանում, որտեղ մինչև այսօր դեռ չգիտենք, թե ապահովագրական ծառայությունների փաթեթում ինչ է ներգրաված լինելու։ Կարելի է ենթադրել, որ ինքը շատ նման է լինելու պետական պատվերով իրականացվող ծառայություններին։ Քաղաքացին գնում է եւ ստանում է տարբեր, այսպես ասած, պատասխաններ, պետպատվերը վերջացել է, պետպատվերի գումար չկա, հերթագրումներ եւ այլն, նույնը լինելու է այդ ժամանակ։ Համակարգը ըստ վարչապետի նույնիսկ համապարփակ չէ, քանի որ ոչ բոլոր ծառայություններն է ծածկվում։ Նախարար Ավանեսյանն էլ սակայն հակառակ պնդումն է առաջ բերում։ Մենք էլ մեզ համար դրել էինք շատ կարևոր նշաձող, որ առանձնացնենք հենց այն առաջնային կարևոր ծառայությունները։ Ինչը կծածկի ապահովագրությունը, համակարգը սահմանափակ հնարավորություններ է տալու քաղաքացիներին, պնդում են ոլորտի փորձագետները։ 2028 թվականից այն կթանկանա, իսկ ամսավճարը վերջնական գինը չէ։ Այն քաղաքացիները, ովքեր պետք է պարտադիր ապահովագրվեն, չապահովագրվելու դեպքում մի օր տանը նստած հարկադիրից նամակ կստանան, ծանուցվելով, որ պարտավորություններ ունեն, բոլորի համար նույն տուգանքն է գործելու աշխատավարձի 300 պատիկի չափ։ Դեկտեմբերի 28-ին մերկասառույցի պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Աշտարակի խճուղում բախվել են Մերսեդեսը, Նիսսանն ու Հոնգչին։ Բախման հետևանքով Հոնգչին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բաժանարար գոտում Սիզամարգի մեջ։ Մեկ հոգիում առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայողական մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Սահմանազատել են տարածքը, վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Դեկտեմբերի 29-ին Երևանի որոշ փողոցներում էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով քաոս էր։ Ռոստովյան Մուրացյան փողոցների խաչմերուկում 3 ժամից ավելի երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Ստեղծվել է արհեստական խցանում, երթևեկությունը փորձում էին կարգավորել վարորդները, քանի որ պարեկներ չկային։ Ան շտաբօգնությունը եկավ, հետաքրքիր է, խեղճ շտաբօգնությունը ոնց է գնալու։ Եվ Վարդաշենի ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ 3 օր առաջ այս ենթակայանում պայթյուն էր եղել հրդեհի բռնկմամբ։ Հատուկ մասնագետների խումբն այդ օրվանից փորձում էին վթարը վերացնել։ Հիմնովին փոխել են բոլոր մալուխները։ Հատուկ բջիջները բերվեն նոր միջազգային չափանիշներին համապատասխան ավելի երկարակյաց, ավելի անվտանգ։ Մայրաքաղաքում Սարիթաղում, Որմնադիրների փողոցի 7-րդ տանը դեկտեմբերի 30-ին հրդեհ է բռնկվել։ Կրակի տարածման դեմ պայքարել են տանտերերն ու հարևանները, հետո ժամանած մեծ թվով հրշեջների հաջողվել է կանխել կրակի տարածումը, հարակից տներ ու մարել այն։ Կրակը ծուխը անգամ տեսանելի մի քանի 100 մետրից։ Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ բրիգադ 2 քաղաքացու անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել։ Ըստ տեղեկությունների նրանք ծխահարվել էին, սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, նախնական տվյալով այրվել է 2 տանտանիք։
Հրշեջներին օգնում են նաև քաղաքացիները, բնակիչները, Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկներն են տեղում տեսնում եք։ Հրդեհը գազի արտահոսքի հետ կապ չունի, նախնական տեղեկություններ են։ Տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից է կրակը բռնկվել։ Տեղում էին նաև Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ եւ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներ, ինչպես նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները։ Սենց գնում է կեղտաջուրը։ 10 օրից ավելի է Էրեբունի եւ Աթոյան փողոցների խաչմերուկում հակասանիտարական վիճակ է։ Խաչմերուկի մեջտեղում փոս է առաջացել ըստ տեղեկությունների դիտահորի վնասման պատճառով։ Կեղտաջուրը դուրս է գալիս անցնում մի քանի կիլոմետր։ Սենց գնում է, հեսե կանգառնա։ Կեղտաջուրը ժողովուրդ ջան, առանց չափազանցության մոտ 1-2 կիլոմետր այդպես հոսում է։ Վեոլյաջրից ի պատասխան բնակիչների ահազանգին ասել են, որ մասնագետները կմոտենան, բայց չեն եկել։ Կոյաջրերն էլ գիշերը սառում են, խաչմերուկն էլ դառնում է վտանգավոր։ Իմ տեղեկությունները վենա հերվում Էրեբունու քաղաքապետարանի աշխատակիցներն են եկել, սակայն նրանք ասում են պետք է վիոլան գա, որպեսզի համատեղ կարողանանք այս խնդիրը լուծել։ Քաղաքացիները պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում, հորդորում քայլեր ձեռնարկել վատ հետևանքներից խուսափելու համար։